Հակառակ լարվածությունը թուլացնելու եւ կառուցողական դաշտ վերադառնալու Մոսկվայի հորդորներին Բաքուն այսօր էլ ավելի սրեց վերջին օրերին երկու երկրների միջև խորացող դիվանագիտական ճգնաժամը, անցած 4 օրում երկրորդ բողոքի նոտան փոխանցելով Ռուսաստանի իշխանություններին։ Այս անգամ Բաքուն հստակ, բայց դիվանագիտական բառապաշարով պնդեց. ռուսները սուտ են խոսում, երբ հայտարարում են, թե Եկատերինբուրգում անցած շաբաթավերջին ուժայինների գործողության ժամանակ երկու ադրբեջանցիները մահացել են սեփական առողջական խնդիրների պատճառով։ Ռուսական կողմի բացատրությունը հակասում է մեր փորձագիտական եզրակացությանը։ Ռուսաստանի դեսպանին ասել է փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, կրկին պնդելով, թե Մոսկվան պետք է հետաքննի եւ պատժի մեղավորներին։ Բաքվի այս հերթական դեմարշից ժամեր առաջ մինչդեռ Ռուսաստանի արտգործնախարարությունը հորդորել էր Ադրբեջանին քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունները ռազմավարական դաշնակցության մակարդակի վերադարձնելու համար։ Мы рассчитываем, что желающие испортить двусторонние отношения воздержатся от дальнейших провокационных шагов. Մենք ակնկալում ենք, որ նրանք, որ ուզում են փչացնել երկկողմ հարաբերությունները, զերծ կմնան հետագա սադրիչ քայլերից։ Այդպիսի քայլերը քիչ չեն արդեն, պետք է նշել, որ դրանք լուրջ վնաս են հասցնում միջպետական հարաբերություններին։ Մենք հորդորում ենք Ադրբեջանին միջոցներ ձեռնարկել վերադառնալու միջպետական հարաբերությունների փաստաթղթերով ամրագրված մակարդակին։ Հիշեցնեմ, խոսքը ռազմավարական դաշնակցության մասին է։ Уровень стратегического союзничества. Կրեմլի խոսնակն էլ հույս էր հայտնել, թե լարվածությունը շուտով հնարավոր կլինի հարթել, քանի որ երկխոսություն է սկսվել Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարի եւ Ադրբեջանի գլխավոր դատախազի միջև առկա խնդրահարույց հարցերը պարզաբանելու համար։ Ում ինչ Պեսկովը հույս էր հայտնում, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Բաքվում մամուլի ասուլիս էր անցկացնում 5 բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ ընդգծելով. Բաքուն շարունակելու է հետաքննել ռուս իրավապահների դեմ նախօրեին հարուցված քրեական գործը։ Մենք դրանով մեր պարտքն ենք կատարում, հայտարարում էր Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով ավագ խորհրդական Իլգար Սաֆարովը, հակադարձելով Ռուսաստանի արտգործնախարարության երեկվա հայտարարությանը, թե ռուս իրավապահների դեմ քրեական գործ հարուցելով Բաքուն միջամտում է դաշնության ներքին գործերին։ Amma bizim əlimizdə baş vermiş hadisənin xüsusi Եթե Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ ցուցաբերվում է առանձնահատուկ դաժանություն, եթե նրանց իրավունքները զանգվածաբար խախտվում են, մեր պարտականությունն է արձագանքել։ Ադրբեջանի քաղաքացիների եւ երկրից դուրս պետության շահերի դեմ կատարված հանցավոր գործողությունները հետապնդվում են իրավապահ մարմինների կողմից։ Եթե նման անձինք այդ պետություններում պատասխանատվության չեն ենթարկվում, ապա մենք ենք ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ։ həmin mərhum şəxslərin nəşləri məndən qabaq həmkarlarımın da qeyd elədiyi kimi ekspertizaya təqdim olunub. Քրեական գործ հարուցելուց բացի Ադրբեջանը վերջին օրերին նաև մի շարք ցուցադրական քայլեր է արել Ռուսաստանի դեմ։ Փոխվարչապետ Օվերչուկի այցի չեղարկումից մինչև Ռուսաստանի մոտ 1 տասնյակ քաղաքացիների ձերբակալություն, թմրանյութերի մաքսանենգության եւ կիբերհանցագործության մեղադրանքներով։ Ընդ որում ադրբեջանական լրատվամիջոցներով 3 տարածված տեսանյութերում ակնհայտ էր, որ ռուսները Բաքվում բռնության են ենթարկվել։ Այս ֆոնին լրագրողները Կրեմլի խոսնակից այսօր հետաքրքրվել են, արդյոք սա նշանակում է, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները ճգնաժամում են եւ նախատեսվում է արդյոք հեռախոսազրույց Պուտինի եւ Ալիևի միջև։ Դմիտրի Պեսկովը խուսափել է այդ հարցերին ուղիղ արձագանքելուց։ Մինչ այդ վերլուծաբանները փաստում են, որ Եկատերինբուրգում տեղի ունեցած ողբերգությունը առաջին եւ միակ նման դեպքը չէ երկկողմ հարաբերություններում, նախկինում սակայն երբեք Բաքուն դրանց այսչափ կտրուկ չէր արձագանքել։ 2021-ին օրինակ Նովոսիբիրսկում սպանվել էր Ադրբեջանի քաղաքացի 19-ամյա Վեքիլ Աբդուլլայևը։ Ռուսական լրատվամիջոցներում տեսանյութեր էին տարածվել, որտեղ երևում էր նրա ուղղությամբ կրակ էր բացել ճանապարհային ոստիկանության տեսուչը ձերբակալության ժամանակ սկսված վիճաբանության ժամանակ։ Ռուսական դատարանը հետո արդարացրել էր ոստիկանին ու վերադարձրել ծառայության։ Երկրում ադրբեջանական համայնքն ու Միլի Մեջլիսի падգամավորները քննադատել էին, բայց միջադեպը դիվանագիտական սկանդալի եւ ճգնաժամի չէր վերածվել։ Հիմա սակայն Ղարաբաղյան երկրորդ պատերազմից եւ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած ագրեսիայից հետո ուժերի հավասարակշռությունը փոխվել է, ասում են տարածաշրջանի զարգացումներին քաջատեղյակ մի քանի փորձագետներ փաստելով։ Մոսկվան շատ բան է ներում Ադրբեջանին, որի տարածքով են անցնում ոչ միայն կարևորագույն գազատարները, այլև հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի մի հատվածը, որը Ռուսաստանին հնարավորություն է տալիս մտնել ասիական շուկաներ։